Здравствуйте, друзья, я Эрик Макарян. Чем հավատու, որ ինչ որ մեկը կսիրի, քեզ ինչպես ես սիրեցի, որ ինչ որ մեկը կսպասի, քեզ ինչպես ես սպասեցի, կպաքևի քեզ որ հույզեր ու երասներ, ախսերի մի հավատա, որ նա սիրում է քեզ այնքան, ինչքան որ ես եմ սիրում, իմ սիրտը քոն է իմասիր և միայն քեզ պատկանում, ինչու ինչպես քեզ կորցրեցի, չեմ հավատում։ С удовольствием хочу поприветствовать Федерацию велоспорта в Армении и, конечно же, призвать всех граждан Армении, чтобы все занимались спортом, вели здоровый образ жизни, а в частности любили кататься на велосипедах. И, конечно, пока что бросил курить, и всех призываю также бросить курить и заняться велоспортом. Это самый лучший спорт. Во-первых, удобно ездить во время пробок по городу, а во-вторых, это уже для здоровья намного полезнее, чем ездить на машине, скажем, заниматься чем-нибудь другим, тем, что не полезно для человека, для здоровья. И я, конечно же, с удовольствием хочу всех пригласить на юбилей Федерации велоспорта в Армении. Ողջույն բոլորին, ես Նարեկ Մակարյանն եմ և բոլորին կոչ եմ անում, որպեսզի առողջ սնվեն, առողջ ապրելակերպով լինեն, ու մասնավորապես նաև պետք է նշեմ ցանկալի է, որպեսզի զբաղվեն հեծանվա սպորտով։ Ես ինքս անձամբ շատ եմ սիրում հեծանիվ վարել, համ իհարկե շատ հաճելի է և կարելի է ասել դա մեր քաղաքին կգեղեցկացնի։ Հավատան երասանքի կրկում եմ, այն պայն երբ քեզ կրկում եմ, թող այս պահը երկարի, անիմաստորից թե նեղանաս ու ինձանից թե հեռանաս դու, իմ արևը կմահի, քեզանից մի վայրկյան հեռու, սիրտը իմ չի դիմանալու, թե ինձ անուն կրկին, իմ սիրտի կողքին, սիրտը քո սարքին։ Նաև պետք է ավելացնեմ, որ մենք կհանդիպենք ֆեդերացիայի տարեդարձին։ Ողջույն, ես Սամվել Գրիգորյանն եմ, ես նույնպես միանում եմ առողջ ապրելակերպի այս քարոզարշավին և հաճույքով եմ միանում, որովհետև կարծում հեծանվային մարզաձևը զարգացնել մեր քաղաքում, հանրապետությունում, Երևան քաղաքում, դա կարևոր կապանք է հեծանվային գործիքով։ Մանկության տարիներին որպես ունեցել եմ իմ հեծանիվները շատ եմ սիրել և պատրաստվում եմ շատ շուտով եթե ունենամ նաև արժանավորից համար ես հատկացնեմ ժամանակ, որպեսզի հեծանիվը նույնպես վերադառնային կյանք, որի կարիքը ես իսկապես ունեմ, որտեղ այդ սպորտը կարծես այն սպորտաձևերից է, որը ամբողջությամբ ձևավորում է մարմինը և իսկապես դարձնում է մարդուն առողջ, իսկ բոլորին ուղղակի խորհուրդ եմ տալիս, իսկապես շատ հեծանիվասպորտը զբաղվել այդ սպորտով, պետք չէ պրոֆեսիոնալ, պետք է նաև սիրողական զբաղվել և ավելի քանանդոսված եմ, իսկապես մենք առողջ և կապրենք երկար և ես լավ մարզված վիճակում կլինենք։ Ինչ, բոլորին հրավիրում ենք Ֆեդերացիայի տարեդարձի երեկոյին, որը ամսի 32 խմբում, ես նույնպես այնտեղ եմ գնալու, այնպես որ հանդիպենք այնտեղ, ես չգիտեմ, կերկեմ երեք թե հենց արվում։ Շուշի կեփանենք, հադրութում մի տասխամենք, Մարտունիում մարտակետ, ասկերանց տեպանակետ, լծրեք գինին ջանասենք ու ջան լսենք, շենգյալով հաստոտի արավ, հարի գնանք մեր Ղարաբաղ։ Գանձասարն ու դադիվանքը, ամարասն ու գետչավանքը, բնությունը կոն հեկյատային, Ձուկում թոնդացը, խաշտամանու խորովածը, մուշկետին ռանկար միրգինին Ող ծախնենք ու գարուները, կոմասին հնջեն երկերը, ամեն օրը թող բարի լինի Քո երկինքն արևն ու օթը, թվանքի կոթը, քո աստված երկիրը այսօր լինի Նախ եւ առաջ ասեմ, որ
կա հնից եկած մի շատ լավ ասացվածք, երբ մի շատ լավ դիվ է արվում, մեկի կողմից ասում են հեծանիվ ես հորինել, այսինքն հեծանիվի գաղափարը այնքան արժեքավոր հորինված կա, որ անկախ հեծանիվից օգտվողներից նրանք ասացվածքին ամեն դեպքում ծանոթ են։ Մենք այս պահին հեծանիվ ենք հորինում մեր քաղաքի համար եւ մի փոխադրման միջոց, որը կարող է լինել եւ հաճույք եւ էկոլոգիայի միանշանակ պաշտպան, չի կարելի ամրեսել տվյալ տրանսպորտի փոխադրման եւ հաճույքի միջոցը։ Առավել ևս, երբ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որ նույնիսկ մարդկային արտաշնչելն ու շնչելը արդեն որոշ դեպքերում թույն է, եթե հնարավոր է օգտվել այնպիսի փոխադրման միջոցից, որը հեծանիվն է եւ որը չի կարող երբևիցե աղտոտել կեղտը եւ նաեւ ինքը կարող է մարդուն պահել մարզական կեցվածքով, եթե նույնիսկ չունես ժամանակ գնալ մարզասրահ, գոնե աշխատանքի գնալուց կամ օրվա ընթացքում ինչ-որ ժամանակահատված դու գնաս հեծանիվով ուղղակի, կլինես շատ գեղեցիկ կազմվածքով եւ նաեւ դա մի ցիվիլիզացիա է, մի մշակույթ է, որը մեր շատ սիրուն քաղաքի համար անհրաժեշտ է, ես կարծում եմ, պարտադիր չի վարել շատ թանկարժեք մեքենաներ, կարելի է ունենալ նաեւ թանկարժեք հեծանիվ, եվրոպական շատ երկրներում դա էլ անհասանելի է, այնպես որ պետք է հարգենք այսօրվա մեր հեծանվագոչ անողներին, որովհետև մի երկու տարի առաջ, երբ շարժումը նոր սկսվեց, ես հիշում եմ, որ անհարգալից վերաբերմունք կար հեծանվորդների նկատմամբ, չգիտակցելով, որ դա ուղղակի մշակույթ է, որը անհրաժեշտ է յուրաքանչյուր կայացած քաղաքի։ Ես ինքս հեծանվորդ չեմ, որովհետև ես ինքս երբևիցե չեմ ունեցել հեծանիվ, բայց հնարավորության դեպքում եւ խոստանում եմ ինքսից եւ ձեզ, որ առաջիններից կլինեմ, որ կօգտվի հեծանվից, շատ ուրախ եմ եւ միանում եմ ձեր ակցիային, շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր գնահատում են եւ ողջունում են այս քայլը։ Վախենում եմ վազով փարվեմ, շրթունքներից համբույր չի տա։ Վախենում եմ վազով փարվեմ, շրթունքներից համբույր չի տա։ Դե արի քարլանս մի գնա ջեյրանս, ջահել եմ խղճայինց կկորչեմ մարալես յար։ Դե արի թարլանս մի գնա ջեյրանս, ջահել եմ խղճայինց կկորչեմ մարալես յար։ Կհանդիպենք նոյեմբեր 30-ին Վալենսիա համալիրում, 2 ամյակին, 2 տարեկան է մեր ակցիան եւ կմաղթենք բոլոր նրանց, ովքեր ուզում են, որ հեծանիվով գան։ Նվեր վերցրեք հեծանիվ, օրինակ իմ տղան ծնունդի համար նվեր ուզեց հեծանիվ Բարսելոնայում եւ մենք չզլացանք։ Ողջույն, ես Ոլգա Այվազյանն եմ, սիրով ուզում եմ ասել, որպեսզի բոլորդ միասին միանաք մեզ հետ հեծանվային մշակույթի զարգացման գործընթացին, այսինքն ապրենք առողջ ապրելակերպ։ Ես քեզ հետ գիչեմ անդուն, ես քեզ հետ կնեմ երկինք, ու մեզ սերն են ավելի, մեծ ուժով է վրվելու, ծովերի պես ահրելի, այ երբեք չի սպարվելու, այլևս, առանց քեզ էլ կնչուրեմ պատկերացնում ես, սիրելիս, ես քո գինը իմացա, ու գինը քո դացա, իմ սեր, ես քեզ հետ ամուսնացա, իմ սրտում է տեղ չկա, դու ես այն գրավել, ոչ մի աղջկա, այդ չէ ոչինչ առավ։ Ողջույն, ես Մագան եմ, ուզում եմ բոլորին ողջունել եւ կոչանել, որ ապրեն առողջ ապրելակերպով, քանի որ բոլորիս համար դա օգտակար է։
Դեռ վերջերս էր, որ մեկ ամիս առաջ վարել եմ հեծանիվ եւ շատ մեծ բավականություն եմ ստացել ու երբ իմացա այս նախաձեռնության մասին, մեծ ուրախությամբ ընդունեցի եւ այսուհետ ուզում եմ բոլորին մեր հայրենակիցներին կոչ անել, որ զբաղվեն եւ վարեն, ինչու՞ չէ նաեւ հեծանիվ։ Կհանդիպենք նոյեմբերի 30-ին ֆեդերացիայի կազմակերպած մեծ հավաքույթին։ Ողջունում եմ բոլորին, ես Մարան եմ եւ իհարկե կոչ եմ անում, որպեսզի բոլորը հարգելի քաղաքացիներ, երկրպագուներ միանաք ֆեդերացիայի քարոզարշավին, քանի որ այն օգտավետ է եւ իհարկե ինչ որ անում են եվրոպացիք շատ դեպքերում պետք է ընդօրինակել, բայց այս ինչ որ անում է ֆեդերացիան, տվյալ դեպքում ինձ թվում է ընդօրինակել պարտադիր է, քանի որ առողջ պետք է ապրենք բոլորս։ Ես նույնպես միանում եմ եւ իհարկե կմիանամ ձեզ նոյեմբերի 30-ին, ձեզ հետ միշտ Մարան։ Ես Գոռան Հարությունյանն եմ, ողջունում եմ ձեզ։ Ոչ եմ անում բոլորից զբաղվել առողջ ապրելակերպով, զբաղվել հեծանվասպորտով, այո, ինչի՞ չէ, մեր քաղաքում մեր Հայաստանի Հանրապետությունում զարգացնել հեծանվասպորտը։ Բոլորից սիրով հրավիրում եմ Հեծանվի ֆեդերացիայի տարեդարձին, որին որ մենք ներկա կլինենք ու ողջունենք ձեզ մեր երգերով, մեր ներկանիներով։ Ողջույն, ես Ալանա Վասարդյանը սիրով միանում եմ հեծանվորդների քարոզարշավին եւ բոլորին կոչ եմ անում միանալ մեզ։ Իհարկե գեղեցիկ եւ առողջարար ավելի, որովհետեւ հեծանիվի հետ միասին դու մարզվում ես եւ ժամանակդ ավելի հաճելի անցկացնում։ Այս տարի ի դեպ ասեմ, որ ես հեծանիվորդ իմ ընկերների հետ միացա եւ ամառային հանգիստս կազմակերպեցի հենց իմ Հայաստանում, Երևան քաղաքում եւ ամեն երեկո հեծանիվներով շրջում էին քաղաքով եւ ավելի հիասքանչ անցկացրեցի, քան կմեկնեի որևէ ինչ-որ երկիր։ Բոլորին կոչ եմ անում միանալ եւ առողջ սնվել, առողջ ապրել, հեծանիվ շատ վարել։ Մանկուց վարել եմ հեծանիվ եւ շատ ուրախ եի, որ այս տարիքում արդեն նույնպես կարողացա վարել եւ կրկին հաճույքը զգացի իմ հեծանիվորդ ընկերների հետ միասին եւ բոլորին հրավիրում եմ մեր հեծանիվորդների միության գեղեցիկ տարեդարձին միասին անցկացնել ուրախ զվարթ երեկո եւ անմոռանալի ամենակարևորը գեղեցիկ տարեդարձ։ Շնորհավոր հեծանիվորդներին։ Ողջույն բոլորին, ես Արսեն Հակոբյանն եմ, խորհուրդ եմ տալիս միանալ մեր արշավին, հեծանիվների հետ կապված, առողջ ապրելակերպ, ինձ թվում է բոլորին դուր կգային առաջարկը, որը անում է ֆեդերացիան, հրավիրում եմ նույնպես հրավիրում եմ բոլորին այնտեղ նշելու միասին տարեդարձը, շատ հետաքրքիր կանցնի, ու ընդհանրապես պետք է ակտիվ առույգ ու ավելի էմոցիոնալ ու ավելի ոչ քնած կյանք վարել։ Իհարկե շատերը դրանից զուրկ չեն մնում, ինչպես մենք ու մեր ընկերները։ Շատ մարդիկ կան, որոնք հետաքրքրված են դրանով, ինձ թվում է մեր բանակը շատանում է եւ շնորհակալություն այն մարդկանց, ովքեր տեսնում են, ոչ թե տեսնում են, այլ նկատում են ու փորձում են դա ավելի զարգացնել Հայաստանում։ Իդեպ աշխարհից հետ չենք մնում։ Շնորհակալություն, կսպասենք ձեզ ու մենք միասին կանենք ավելին, քան պետք է։ Ուժերով միասին։ Ողջունում եմ բոլորիդ, ես Տինա Քեյն եմ եւ նույնպես միանում եմ այս հրաշք ակցիային, որը կազմակերպել է Հեծանիվորդների ֆեդերացիան։ Ուզում եմ բոլորիդ կոչ անել, որպեսզի դուք էլ անցնեք առողջ ապրելակերպի, քանի որ ես ինքս նախկինում սպորտի վարպետ եմ եւ այն արտիստներից եմ, ով որ ապրում է հենց առողջ ապրելակերպով, թեկուզ իմ պարարվեստով եւ կրկեսային արվեստով, եւ ես նույնպես ուզում եմ ապրել առողջ եւ որ մեր քաղաքում վառելանյութը ավելի քիչ լինի եւ թող լինի էկոլոգիապես ավելի մաքուր տեղափոխման տրանսպորտային միջոց, որի անունն է հեծանիվ։ Կուզենամ մի հատ շատ հետաքրքիր բան պատմել իմ կյանքից։ Ես շատ փոքրիկ եմ եղել, մոտ 9 տարեկան, եւ ասեմ, որ
Բոլորդ գիտեք երևի մանկական այգին, այնտեղ տրվում էին վարձույթով հեծանիվներ, սամակատներ, ասենց փոքրիկների համար, հա, ասենք մարդիկ վճարում էին, իրենց երեխաները դրանցով ման էին գալի։ Այդ ժամանակ այդ տարիներին մենք շատ վատ էինք ապրում, ու չգիտես ինչու իմ մոտ այնց միտք էր ծագել, ամբողջ մեր Կայարան թաղամասի երեխաներին հավաքել էի իմ տարիքակից, գնացել էինք մանկական այգի, շատ սիրուն այդ վարձույթի փողը տվել էի։ Բոլոր երեխաներին կազմակերպած այդ հեծանիվներն ու սամակատները սիրուն քշել էի, բերել էի ուղիղ մեր հայատ։ Իմ բակում տանս արջև սենց բոլոր հեծանիվներն ու սամակատները շարել էի, վարձույթով տալիս էի բոլոր երեխաներին, փող էի աշխատում ու մտածում էի, որ այդ վաստակացած փողով պետք է մամայիս օգնեմ, նոր տուն կառուցենք, ավելի մեծ լավ տուն ունենանք, լավ ապրենք։ Մամաս իմանում է, գալիս է տեսնում է մի վագոն հեծանիվներ, մի վագոն սամակատներ, բալես ես որտեղից, ասում եմ մամա ջան ոնց որտեղից, գնացել եմ պրակատի փողը տվել եմ, մանկական այգուց քշել եմ բերել եմ տուն ու հայկական մի հատ շատ լավ ասացված, դուր թե կտա շան ճակատին, մի լավ քոթակ եմ ստացել դրա համար, ժողովուրդ ջան, հետո մամաս բնականաբար գնաց կոմայգու այդ վարձույթի տղաներին հետավիրեց մեր տուն հազար ներողություններով, շատ լավ հիշում եմ այդ կանաչ երազը, որի մեջ այդ տղաները հետ էին վարձում այդ հեծանիվներն ու սամակատները ու իդեպ ասեմ, ամբողջ վաստակածս գումարը, որ այդքան պրակատ էի տվել այդ հեծանիվները եւ այլն, մամաս շատ սենց աչքիցս սրտիցս փող տվեց այդ տղաներին հազար անգամ ներողություն խնդրելով դա իհարկե հետաքրքիր պատմություն էր հեծանիվների հետ կապված, իդեպ շատ պատահական երեք ենք այդ մասին հիշել, բոլոր իմ ընկերները, արտիստները մեր տանն են, մամաս միամիտ պատմեց, շատ հետաքրքիր ստացվեց, որ այսօր զուգադիպեց նրան, որ ես այսօր այս ինտերվյուի մեջ հիշեցի, որ այո 9 տարեկանում այդպիսի բան է եղել եւ իրոք մեծ սեր եմ ունեցել իր սպորտի հետ եւ ոնց հասկացաք հեծանիվների հետ նույնպես, այնպես որ ես ձեզ բոլորից շատ սիրում եմ, համբուրում եմ եւ մեծ սիրով սպասում եմ հեծանիվների ֆեդերացիայի տարեդարձին։ Կհանդիպենք այնտեղ, համբուրում եմ բոլորիդ։ Զրոյնսունութ կամ զրոյնսունինը 566 001 Սիրով հեծանվային ֆեդերացիա հեծանվորդի հետ հեծանվորդի կողքին Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա